Պիպուշ, Բոբոշ, գալիս եմ, եկա։ Եկար շատ էլ լավ արեցիք, ես էլ ասում եմ մենակը ինչ պիտի անենք չգիտեմ։ Ինչ պիտի անենք, գնախ, բարև ենք իրար, ճիշտ չէ։ Բարև։ Բարև։ Ոյ։ Բարև ձեզ։ Բարև։ Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, ես գտնվում եմ Հայք թատերախմբում, հրաշք հեքիաթային աշխարհում։ Բարև ձեզ։ Ողջույն, բարև բոլորին։ Անունդ։ Ես Պիպուշն եմ։ Պիպուշ։ Ես էլ Բոբոշն եմ։ Բոբոշը։ Այո, Բոբոշ, Պուպուշ։ Բոբոշ, Պիպուշ։ Այո, Բոբոշ։ Ես էլ Իվանն եմ Մովսիսյան։ Իվան։ Հա, բայց տիկնիկ չեմ։ Բարև Իվան։ Բարև։ Ողջույն, Իվան, մենք շատ լավ ընկերներ կլինենք, չէ՞։ Լավ ես Իվան։ Պերֆեկտ։ Պերֆեկտ։ Վաու։ Ինչ է նշանակում պերֆեկտ։ Ընտիր։ Ընտիր։ Պերֆեկտո։ 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 Այո, ես եկել եմ, որպեսզի մեր հետևորդներին ասեմ, որ այստեղ Ամերիկայում երկար տարիներ գործում է Հայք թատերախումբը տիկնիկային եւ նաեւ մեծերի, որպեսզի մեր հետևորդները իմանան, այցելեն թատրոն եւ ապրեն այսպես գեղեցիկ հեքիաթային ձեր անունները։ Ես Պիպուշն եմ։ Հա, Պիպուշը։ Ես էլ Բոբոշ։ Բոբոշ։ Իսկ Միատ ասա Բոբոշ։ Բոբոշ։ Ապրես միատ էլ ասա։ Բոբոշ։ Բրավո։ Իսկ ես կարող եմ Պիպուշ, մի նեղացիր, Պիպուշ։ Իսկ ես կարող եմ ձեզ նման այսպես խաղալ։ Եթե ուզես կարող ես, այո։ Իսկ դժվար չի։ Մենք ես սովորեցնենք մի մտա։ Օ, այսինքն այստեղ սովորեցնելն է դժվար, թե ինչպես կարող է մեր հայրենակիցներից ուզում են գան եւ սովորել տիկնիկներով խաղալ։ Ներկայացում։ Կարելի է ասեմ մի բան։ Լսում եմ։ Իվան ջան, ասես մի հատ հարց կա։ Եթե ցանկանում ես սովորել, կսովորես։ Իսկ եթե չես ցանկանում սովորել, ինչքան է սովորեցնել, չես սովորի։ Օ, փաստորեն այս գործի մեջ տիկնիկավար լինելը շատ ցանկություն է պետք եւ աշխատասիրություն։ Իա, բաբոս։ Ինչպես ցանկացած գործի մեջ։ Սիրելի հետևորդներ, ահա Հայք թատերախմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Ալթունյան։ Ողջույններս, պարոն Ալթունյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գալում իմ բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ Ամերիկա գալուն պես ընդամենը 7-8 ամիս անց խաղացել եմ ձեր թատերախմբում։ Ուրախ ենք։ Եվ շատ ուրախ եմ։ Ալթունյան ջան, ճիշտ ասած շատ ենք լսել այդ հրաշք մեր շատ մեծ արտիստ Մեհեր Մկրտչյանի այս գեղեցիկ տիկնիկի մասին, կխնդրեմ հենց այս տիկնիկով էլ պատմեք եւ իմ կարծիքով սրանով էլ սկսվել է թատերախումբը։ Շատ լավ Իվան ջան։ Ուրեմն ասեմ, սա Մեհեր Մկրտչյանի կերպարն է, որ առաջի անգամ խաղաց որպես ձախորդ փանոս։ Փորձեցի ձախորդ փանոսին Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարով ստեղծել, հետո քանդակեցի Երջանկայի շատակ Ավետիս Օհանյանը նայեց, ասեց «Արագոքոր ամոթա»։ Ասեցի «Ինչի»։ Ասեց «Դե այդ մեծ մարդուն տիկնիկ է սարքել»։ Հա, ասեցի ավելի լավ չի որ տիկնիկի կերպար էլ կա։ Ասեց «Մի քիչ փոխի էլի»։ Ասեցի «Լավ փոխեմ»։ Դրեցի ձգեցի մի քիչ դեմքը, խառնեցի, ծռեցի, անարեցի այս կամ եկոմ վերջ էլի նորից նույն կերպարի ամեն ինչը մնաց մեջ ինքը հիմա։ Քանի տարվա։ Նույն Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարն է։ Քանի տարվա է այս տիկնիկը։ Քանի տարվա։ Սա ամենաառաջի տիկնիկն էր Հայք թատերախմբի 95 թվին երևի։ Եթե չեմ սխալվում, այո։ Ձեր համեստ ծառան ձեզ համար գործում է 95 թվականից։ Խոնարհվում ենք մեր մեծ արտիստի։ Ճիշտ ասած Էլբակյանի թատրոնում էլ մեր մեծերի Մեհեր Մկրտչյան, Շահլազնավուր, Թումանյան տիկնիկներով ներկայացում պատրաստել էր պարոն Էլբակյանը։ Ես չեմ խաղացել, բայց ես կասեմ բրավո։ Բրավո։ Ողջույններս մեր վարպետին, ես իր կուրսն եմ ավարտել։ Իսկ Ալթունյան ջան, ինչքան ներկայացումներ եք բեմադրել, խաղացել, որտեղ քանի ներկայացում։ Պիտի մի քիչ մտածենք հիմա, քանի ներկայացում։ Որ սուտ չասեմ երևի 40-ից ավել։ 95 թվից 95 թվականից։
Իմ կարծիքով այդ թվականներին ավելի դժվար է եղել, թե հիմա Ամերիկայում։ Դժվարությանը ինչի հետ կապենք դժվարությունը։ Դե փորձեր, արտիստներ, դահլիճներ, որտեղ հիմա ես տեսնում եմ շատ դժվար է։ Հնարավորությունները կան, բայց իսկական արվեստով զբաղվելու մարդիկ շատ դժվարություններ են քաշում։ Այդ բեմադրություն տարած։ Դժվարությունների համար ասեմ, դժվարությունները միշտ էլ կան, երբ որ խումբը մենակ ստեղծագործական աշխատողներ ունի, ստեղծագործական խումբ կա։ Եթե ադմինիստրատիվ աշխատողներ ունենա, շատ ավելի հեշտ կլինի, անշուշտ։ Իմիջայլոց ամենաառաջի հաղորդումը, որ եղավ, Նունե Ավետիսյանի մոտ ռադիոյի հաղորդումներ եւ հարցրեց Գրիգոր առաջին ներկայացումը եւ ինչի համար ցախորդ փանոս, հենց ցախորդ փանոս։ Չի հա ինչ ա եղել որ ցախորդ փանոս առաջին ներկայացումները ու մինչեւ հիմա կա այդ ցախորդ փանոսի։ Եվ ներկայացումը եւ տեխնիկները եւ ամեն ինչը եւ խումբն էլ կա արդեն 30 տարուց ավել։ Ողջույն Տիկին Ալթունյան, շատ ուրախ եմ ներկա գտնվելու թատերախմբում, ոնց որ իմ հիշողությունները եկավ ինձ հետ։ Ուրախ եմ շատ, Իվան ջան։ Ուրեմն ճիշտ է, մեր պարոն Ալթունյանը շատ է ասում, որ ստեղծագործական ամեն ինչը դուք եք կազմակերպում, որ մեր հետևորդներն էլ իմանան, որ սցենարները դուք եք գրում։ Այդ ամեն ինչը մշակում է, որը որ sense բաղերով հեշտումը շատ դժվար է սցենար գրել են, ոնց են ասում, հիմքը թատրոնի սցենարն է։ Այ ոնց այդ սցենարը ծնվում, գրվում եւ Ալթունյանից հետ ոնց է յոլայթում այս պահերով։ Կարելի ասել լավ։ Բնականաբար, եթե ստեղծագործական աշխատանք է, ամեն դեպքում դժվարություններ լինում են։ Իսկ ինչ մնում է սցենար գրելուն, սցենարը հետաքրքիր է, ինչ եկել ենք այստեղ, ասենք արդեն 30 տարի է։ Լինում էր, որ Գրիգոր ուրիշ գործով զբաղված էր լինում, ինձ ասում էր, դե մի հատ սցենար գրի, որ ներկայացում ենք անելու։ Ես սցենարը սկսում էի գրել։ Բավականին գրում էի, հետո միասին կարդում էինք, միասին սկսում էինք նորից ընդլայնել, ավելի խոշորացնել, ավելի հետաքրքրություն մտցնել մեջը եւ դրանով այդպես զարգացնում էինք սցենարները։ Սցենարներ ունենք արդեն մոտավորապես 15 հատ։ Յուրաքանչյուր նոր տարվա համար մենք ինքներս ենք գրել հեքիաթներ, այդ սցենարները լրիվ մեր գրած հեքիաթներն են ու կարծում եմ, որ շատ հետաքրքիր էր, որովհետև հանդիսատեսը երբ որ նայում էր, հիացած նայում էր այդ ներկայացումները։ Դրանից հետո որոշեցի, որ գրեմ մեծերի համար ներկայացում եւ այդ ներկայացումն ինչպես հասկացանք հանդիսատեսը բուրըն ձևով ընդունեց, որովհետև ինքը հումորային էր շատ եւ երաժշտական շատ հետաքրքիր ներկայացում եղավ։ Ճիշտ է, Հայաստանում ենք ապրել, բայց այստեղ ուսուցողական մեծ դաստիարակչական աշխատանք էր տարվում եթերով։ Այո։ Ունեինք IAM մանկական ծրագիրը, որը ուսումնադաստիարակչական ծրագիր էր ինքը, երկու ալիքով այն ժամանակվա երկու ալիքներով էր լուսարձակվում եւ հորիզոնով եւ Սակի Մուրադյանի Armenian Teletime երևի այդ դրանով ու անընդհատ նոր հաղորդումներ էր գնում, նոր տեսակի խնդիրներ էինք առաջ բերում եւ ամենահետաքրքիրը նա էր, որ ամբողջ շաբաթվա ընթացքում ոչ մի բան չգիտեինք ուրբաթօրը ինչ ենք նկարելու։ Ուրբաթօրը երեկոյան նախորոք սկզբից նախորոք սցենար էր գրվում։ Դրանից հետո մի 2-3 ամիս հետո էլ սցենարը չգրվեց, որովհետև տեխնիկավարները այնքան հմտացան իրար հետ, որ առանց սցենարի հաղորդումը գնում էր ու շատ փայլուն կերպով, որովհետև կես բառից իրար հասկանում էին եւ այդ կես բառից իրար հասկանալը ստեղծում էր մի ձևի շատ ընտանեկան մոտիկ մթնոլորտ, որ հանդիսատեսը մինչև անգամ զանգարում էին եւ հարցնում էին, որ ասում էին ձեր հաղորդումը շատ լավն է, մենք սիրարված ենք ձեր տեխնիկների վրա։ Այդ հաղորդումը չէր սիրում միայն Սուսաննա Մորակույրը, որ գտնում էր երկու տեխնիկների մեջտեղում հաղորդման ժամանակ։ Այս տեխնիկները այնքան էին խոսում, որ Սուսաննա Մորակույրը որպես հաղորդավար գժվում էր արդեն։ Մեկ էլ հաղորդման կեցից ասում. «Վերջ էլ ես չեմ նկարվելու, ես գնացի»։ Իսկ մեծերի Պայթում էր, մեկ էլ մի րոպե հետո նորից գալիս էր նստում էր իրար, սկսում էր նկարվել։ Իսկ մեծերի ներկայացում, արդեն ներկայացումը ոնց ստեղծվեց, ոնց եղավ։ Այսինքն դրամատիկական, ոչ տեխնիկական։ Հա, ոչ տեխնիկային։
Ընդհանրապես մեր մոտ տեխնիկային ներկայացումները միշտ ընթացել է եւ ակադեմիական եւ տեխնիկային տեսքով։ Մի անգամ փորձ արեցինք եւ շատ լավ ստացվեց, նաեւ կինո կար։ Այդ մի ներկայացման մեջ կար եւ ակադեմիական կերպար, եւ տեխնիկ, եւ կինո։ Այսինքն լրի գործողությունը կատարում էր կինոից գալիս էր տեխնիկայինին, տեխնիկայինից գալիս էր ակադեմիական ու այսպես ամբողջ ներկայացումը 3 ֆակտուրայով աշխատեց։ Ու շատ լավ է, շատ հաջող ստացվեց։ Հիմա գալով մեր տեխնիկայինի եւ մեծերի, ասենք, դրամատիկական ներկայացումների, ակադեմիական ներկայացումների մասին ասեմ հետեւյալը։ Մեր ներկայացումները միշտ ընթանում էր երկու տեսակով, ասենք, եւ տեխնիկային եւ ակադեմիական կերպով։ Ակադեմիականին մասնակցող դերասանները ձգտեցին, ասեցին, բերեք փորձենք մի հատ էլ, ասենք, առանց տեխնիկների մեծերի համար ներկայացում դնենք։ Որոշեցինք, փորձեցինք եւ շատ լավ ստացվեց։ Ամեն ինչ գալիս է փորձից եւ աշխատասիրությունից եւ իմիջայլոց ասեմ խմբի ճիշտ կազմակերպվածությունից եւ խմբի մեջ առողջ մթնոլորտ ստեղծելուց։ Հարգանքներս Ողջույն։ պարոն Չտչյան։ Այո, Չտչյան։ Աշոտ Չտչյան։ Շատ հեշտ է։ Աղջկա մեջ էլի։ Ես կուզենամ մի փոքր ձեր մասին պատմեիք, որ մեր հետևորդները իմանան, հետո նոր Հայք թատերախմբի համագործակցության մասին։ Իմ մասին պատմելու շատ բան ունեմ, բայց չեմ ուզում։ Հա, Չեմ ուզում, ես ուզում եմ սկսել հենց մինչև այդ իհարկե ես աշխատել եմ Հայաստանում թատրոնում, Աբովյանի թատրոնում, երգչախմբերում եկել բազմազան հետաքրքիր գործունեություն եմ ունեցել, բայց այդ ամեն ինչը թողել եմ անցյալում եւ ես ինձ համար շատ կարեւորում եմ Հայք թատերախմբի հետ իմ նոր համագործակցությունը։ ինչքան ժամանակ։ Արդեն մոտ 2 տարի։ Իսկ Ամերիկայում ինչքան ժամանակ։ Մոտ 2 տարի։ Երջանիկ մարդ եք, Ամերիկայում արվեստով զբաղվող մարդիկ դա գերջ։ Երբ որ ես գալիս էի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ես մտածել եմ, որ ընդհանրապես թատրոնով երաժշտությամբ չպետք է զբաղվեմ։ Բայց չգիտեմ դժբախտաբար թե բարեբախտաբար ինձ այսպես ասած բռնեց հափշտակեց Գրիգոր Ալթունյան եւ ծանոթացրեց Հայք թատերախմբի հետ, որի ես պարզապես սիրահարվեցի եւ իմ բոլոր պլաններն ու ծրագրերը, այսպես ասած, գլխի վար շուրական եւ ես իմ այստեղ եմ եւ դրամաց երջանիկ եմ եւ շնորհակալ եմ Հայք թատերախմբի բոլոր ընկերներին, որ ինձ համար վերածնեցին այդ թատերական աշխարհը այստեղ եւ ես կարողանում եմ աշխատել, ընկերություն անել։ Նաեւ երգչախմբում եք, ես տեսել եմ, հա։ Այո, Հայկյան երգչախումբն է, որը պրոֆեսիոնալ շատ բարձրակարգ հետաքրքիր երգչախումբ է Գայանե Բաղդասարյանի ղեկավարությամբ եւ նաեւ Խաչատուր Ավետիսյանի տղայի Միքայել Ավետիսյանի երաժշտական ղեկավարությամբ։ Շատ բարի։ Իսկ տեսեք դուք սկզբից ասում եք, որ Ամերիկան ուրիշ մտքերով, բոլորս էլ որ գալիս ենք Ամերիկա, միշտ պատկերացնում ենք sense աշխատանք, փող, դոլար ստեղծեմ, արարեմ, հայրենիքին օգնեմ, գնամ Հայաստան, sense այդ բոլորի մեջ այդ եղուն կամքը կա, բայց գալիս է այստեղ ուրիշ աշխարհաբացում։ Քանի որ դուք մեծ փորձ ունեք, մանավանդ որ այստեղ Ամերիկայում 2 տարի արագ ձեր վաստակով ընդգրկվել եք արվեստի մեջ, դա ոնց ասեմ, եկամուտ կա, եկամուտ է, թե հոբի բառը չեմ սիրում, որտեղ արվեստում հոբի տենց մեր համար արդեն ինքը հոբի չի կարող լինել, որտեղ պրոֆեսիոնալ արվեստագետների համար հոբի չի, բայց պրոֆեսիոնալ արվեստագետներն էլ պետք է գումարի, որտեղից հարցն ինչ բնա պրոֆեսիոնալ, ասեմ այն մարդը, որ իր պրոֆեսիայով վաստակում է իր օրվա հացը։ Դա է պրոֆեսիոնալը։ Բայց Ամերիկայում այստեղ այդ շատ քիչ հավանական է։ Դրա համար ես գիտեք սովետական ժամանակներում, եթե կհիշեք, կար սիրողական թատրոն։ Սիրողական թատրոն բառը շատ եմ սիրում։ Այն ժամանակ հասկանում եմ սիրողական եմ վերաբերում, ոչ պրոֆեսիոնալ, բայց սիրողական վերաբերում թատրոնին։ Դրա համար այն սեր այն վերաբերմունքը, որ ունենք թատրոնի նկատմամբ, անձնազոհությամբ եւ անձնվիրաբար տալիս ենք դրան առանց մտածելու ֆինանսական եկամուտների մասին։ Այսինքն առաքինության նման բան է։ Դա առաքինություն կարելի է համարել, որովհետև դուք Ամերիկայում մենք գիտենք ամենաթանկ բանը ժամանակն է, իսկ դուք ձեր կյանքի ամենաթանկ ժամանակը
օգտագործում եք, ստեղծագործում եք թատրոնում, երգչախմբում, որպեսզի մեր ժողովրդին բարձրաճաշակ արվեստ մատուցեք։ Ասենք նաև այդպես։ Վերջերս շունն ու կատուն բեմադրեցինք, ավարտվեց մի ամիս ու կես առաջ, հիմա ակադեմիական ներկայացման փորձերն է սկսել, պիտի նորից բեմադրենք, թանել չէ փրթած մածունը, իմ կարծիքով բախտավիճակվել կես։ Հա, ես խաղացել եմ, հա։ Այն բժիշկից։ Բժիշկից։ Դա ենք փորձում, եւ հետո տեսնենք էլի անդադ մի բան կա։ Մի բան անդադ ստեղծագործում եք։ Ես Անզբաղ չենք բնում։ Հա, ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, չնայած դուք էլ կարող եք հայտնել, ես տեսա այս հրաշք սրահը, որ եկեղեցունքից տրամադրել են, շատ ուրախացա, որովհետև Ամերիկայում թատրոն չկա, շենքեր կան վարձակալական, վարձակալում են, խաղում են, փորձասենյակներ չկա, մենք էլ թատերախմբով էլի մեր ընկերները նոր թատերախումբ են ստեղծել, հայ արտիստ, տանը փորձեր ենք անում, բեմը վարձում խաղում ենք, շատ դժվար է, բայց տեսա, որ փառք Աստծո, ձեր հնարավորությունները Այո, լուծվավ։ շնորհակալություն պիտի հայտնենք Տեր-Ավետիսին, որ մեզ ընձեռնեց այս սրահը, եւ մենք այստեղ իրավունք ունենք եւ փորձերի եւ ներկայացումների։ Նորից շատ խորին շնորհակալություն Տեր-Ավետիսին, որի մասնակցությամբ եւ նրա ընձեռնած հնարավորությամբ մենք կարողացանք հասնենք այստեղ։ Անահիտ ջան, ողջուններս։ Ողջուններս։ Ոնց ես։ Շնորհակալություն, լավ եմ։ Ինչպես միշտ դու տես ժպիտով, ուրախ, լավ ես, Հայք թատերախմբում լինելը մի շփիտ է բերում։ Ինչքան ժամանակ է Հայք թատերախմբում։ 5-6 տարի։ Օ, 5-6 տարի։ Ոնց եղավ, որ Ծանոթներիցս մեկը ասեց, որ հայտարարություններ տեսել Facebook-ով, որը ես չէի տեսել, քասինգ էր եղել, եւ որոշեցի, որ ես պետք է մի հատ զանգահարեմ, գնացի եւ հանդիպեցի պարոն Գրիգորի եւ Սուսաննայի հետ, եւ այդպես սկսվեց մեր պատմությունը, մինչեւ օրս շարունակում ենք գնալ։ Իսկ դա ձեր մոտ երազանք էր, թե ոնց փոքրուց երազել եք, ասենք դերասանուհի դառնալ, բան ոնց եղավ, ասենք, այս տարիքում Ամերիկայում, դա այն այն, որ ասում են Ամերիկան երազանքների երկիր է։ Այո, Իվան ջան, ինչ ասեմ, էլ դերասան եմ երազել, էլ քնիչ, էլ ինչ ասես։ Իհարկե բեմադրություններ արել եմ, ես մանկավարժ եմ եղել։ Բեմադրություններ արել եմ, որովհետև կազմակերպչական գծով եղել եմ փոխտնօրեն դպրոցում երկար ժամանակ, կենտրոնական դասախոս վերապատրաստող եմ եղել Հայաստանում, սցենարներ եմ գրել, բեմադրություններ եմ արել։ Այստեղ գալով բնականաբար նկարահանվեցի կարճամետրաժ ֆիլմում, ամերիկյան էր դա, հետո սկսվեց սերիալ կամ էպիզոդիկ դերեր, իհարկե մեր թատրոնը մինչև օրս, ինչպես ասում են, ծառայում են թատրոնին, որովհետև շարունակ տարիներ շարունակ այստեղ ենք, առանց հանգստի փորձեր, բեմադրություններ եւ նորից ու նորից կախարդական աշխարհը եւ անընդհատ պատտվում է դուրս գալ պետք չէ։ Ճիշտ է, հա։ Երկրորդ տունն է։ Իսկականից դուք թատրոնում շատ դերասաններ խաղացին, գնացին իրենց գործերով, դու ոնց որ մնացիր։ Դու այն մերանն ես էլի, սիրտն ես, ոնց որ ինչ լինում է, զանգարում ես, ասում ես Իվան ջան, հավաքվում ենք, Իվան ջան, Ալթունյանները հեսա սեղանը գցում ենք, հավաքվում ենք։ Մեկ էլ մեր ընկերը Ռուզանն էլ որ ասում էր, մեր ընկեր Մարկոսյանն է ձեր հետ խաղում, ասում ենք, հա, շատ, բայց ուսուցչուհի է, ասում էր, հա, իսկ մի հատ քանի Ալթունյանները չեն լսում, հարցնեմ Գրիգոր Ալթունյանի հետ հեշտ աշխատելը, թե Սուսաննա Ալթունյանի։ Ասեմ, երկուսի հետ էլ եւ հեշտ է եւ դժվար։ Ես շատ շնորհակալ եմ, ոչ միայն ես, դա կհավաստեմ նաեւ մյուս ընկերներս, Գրիգոր Ալթունյան որպես ռեժիսոր ինքը ունի շատ ուրույն ձեռագիր, որ թույլ է տալիս դերասանին, խաղացողին ինքնարտահայտվելու, մտնելու դերի մեջ, որովհետև իմ կարծիքով, եթե դու դերը ստանում ես, նախ պետք է ինկերանաս այդ դերի հետ։ Անցկացնես միջովը եւ հետո դա արդեն մատուցես հանդիսատեսին։ Եթե լինում է ներկայացման ժամանակ, փորձերի ժամանակ դու կարող ես դա հաստատել, փորձեր, որ իմպրովիզներ են կանում, փոփոխություններ են կանում, եթե ասում եք սա կարող եք այսպես անել, Վարոն Գրիգորը ասում է՝ մի հատ արեք տեսնեմ։ Դուրը եկավ, գնացինք, արեցինք։ Ռեժիսորներ իհարկե եղել է որ
կան ռեժիսորներ, որ ասում են այսպես է ու վերջ։ Մեր տարբերակում այդպես չէ, ստեղծագործական ընտանիք է, իսկ սա մի սիրտ է, որը բաբախում է, բնականաբար ունի իրեն դժվարությունները եւ իհարկե հեշտ չի լինում, հաշտել ծափահարություններ լինում են, ինչ վերջանում են, սեղանը գցված է լինում եւ շնորհավորանքները։ Սուսաննա Ալթունյանի հետ էլ է հեշտ աշխատելը, որովհետեւ ճիշտ է սցենար ինքը գրում է եւ մենք փոփոխություններ անել, մեկ-մեկ չհայնանում, ասում եմ, բայց ես այդպես չեմ գրել, բայց հետո արդեն այո, իհարկե մենք էլ չափի մեջ աշխատում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր ղեկավարությունը, որ ամեն ջանք չի գործածում, չի խնայում, որպեսզի հայ մանուկը, հայ երիտասարդը, հայ մեծը շփվի արվեստի հետ, որովհետև դա շատ կարևոր է օտար երկրում, որպեսզի հայը հայ մնա, որպեսզի երեխան հասկանա ինչ է արվեստը, ինչ է թատրոնը, ինչ է հեքիաթը, որովհետև այժմյան երեխաները իրենք մեր մանկությունը չեն ունեցել, ինչպես ես կամ դուք, որովհետև նրանք միայն iPad ունեն, չգիտեմ, համակարգիչներ, մենք իրենց հեքիաթ ենք տալիս, մենք ասում ենք, որ եկեք եւ իհարկե մեծերն են մեծ սիրով գալիս են մտնում են մեր հեքիաթ եւ վերջում երբ որ ծափահարություններ են լինում գալիս են ասում են արդեն ինձ չեն ասում Անահիտ Մարկոսյան ասում են Փիսոյի հետ նկարվենք, Կատվի հետ նկարվենք կամ ասում են Բուժքույրը Բժիշկ ջան, Բուժքույրի հետ նկարվենք եւ այսպես ուզում եմ ասել իրենք մի պահ մանկանում են իսկ ես դա շատ եմ կարևորում ձեր հաղորդումը հայն ու հայն է իսկ դա նշանակում է արվեստը նրա անբաժան մասն է, որպեսզի հայը հայ մնա եւ հայը հային սիրի, պետք է գա թատրոն, ծնողները պետք է իրենց երեխաներին բերեն թատրոն, որպեսզի երեխաները այստեղ բարություն տեսնեն, այստեղ տեսնեն իրար օգնել, իրար հետ ուրախանալ, տխրել, գտնել, լուծում գտնել եւ հրաշքների հավատան, որովհետեւ երբ որ հավատում ես հրաշքների կյանքը միանգամից լուսավոր է։ Տես դուք հրաշքների հավատացել եք, մանկուց 10 մասնագիտություն եք երազել, այսօր բեմահարթակում պրոֆեսիոնալ դերասանները սկի չեն խաղում, դուք համ բեմում եք խաղում, համ սերիալներում եք խաղում։ Ընտիր, ես հիշում եմ դուք տարածք էիք վարձել, շատ դժվար պայմաններ գալիս էինք փորձերին մեկ ուշանում էինք։ Որովհետև դե Ամերիկայի աշխատում։ Մեկ ճիշտ ժամանակին էինք գալիս։ Հա, մեկ ճիշտ ժամանակին ուշանալ, հա։ Ու բայց փառք Աստծո են, որ ոնց են ասում, նպատակը հաղթում է ամեն ինչ եւ ստացվում էր։ Իմիջիայլս դու ինքդ ներկա ես եղել։ Հա։ Դու կարող ես գնահատել։ Հա, շատ լավ, բայց ես նաև ուրախանում եմ, որ հիմա տեսնում եմ նոր դերասաններ, նոր փորձեր, միշտ ժողովրդի մեջ, մարդկանց մեջ, մեր հետևորդներին դա հետաքրքիր, ասում են, որ Ամերիկայում այսքան դժվար է, ոնց են կարողանում համատեղել աշխատանք, ստեղծագործություն, դուք տորիներ պայքարել, շատ իմացած բառերով հեշտ ասում ենք, բայց պայքարել, եկել հասել եք այս ժամանակներ, այս տեխնիկայի դարում, այս ուրիշ ժամանակներում նորից էլի բեմադրություն, նորից փորձեր, նորից ու համել ասեմ մեր հետևորդները իմանան, չնայած դուք եք ասեք, որ տիկնիկները դուք եք պատրաստում, բեմի ամեն ձևավորումը նկարչական, չնայած դուք նկարիչ էիք, ես լավ նկարներ հիշում եմ, նաև նկարիչ, որ ստեղծագործ մարդ Ալթունյան ջան, մի քիչ պատմեք այդ process-ի, այդ անցումների, այդ բանի մասին, որտեղ շատ հետաքրքիր։ Ծափահարել նայելը ամենահեշտ բանն է։ Հանդիսատեսը գալի նայում ծափահարում է, գնում է, բայց չգիտի ինչեր է կատարվել։ Մինչև այս ծափահարությունները։ Շատ ավելի լավ կլինի, որ հանդիսատեսը դրա մասին տեղեկություն չունենա եւ գային կպատրաստի ներկայացումն է։ Իսկ հետաքրքրողների համար ասեմ, որ սա շատ դժվար խելագար մի հատ աշխարհ է, մեր դերասաններն էլ հաստատ կշեշտեն դա կասեն, որ եթե մի անգամ մտնում ես մեջը, այլևս դուրս գալ հնարավոր չի։ Եվ այդպես էլ մեզ դաշ չեղավ էլի, այս ամեն ինչից հետո նորից շարունակում։ Ողջույն Մարիա ջան։ Ոնց ես։ Լավ, մերսի։ Հո, տեսակ ես ուրախացա, երկար դիմանում ես, տես որ դիմանաս երկար կգնա։ Շատ դժվար է ասեմ թատրոնում պայքարել մնալ։ Սիրել եք։ Շատ եմ սիրել թատրոնը, փոքրուց իմ երազանքն ա եղել բեմի վրա լինեմ, կինոների մեջ նկարահանվեմ ու ոնց որ առիթը ստեղծվեց, որ ես այդտեղ հայտնվեմ, փորձում եմ ոնց որ ավելի առաջ տանեմ ու հասնեմ իմ նպատակին վերջնական։ Իսկ թատրոնն եք շատ սիրում, թե
ասենք TV-ներով երևակ, սերիալ նկարան։ Անկեղծ ասած մի քիչ կաշկանդվում եմ, երևի թատրոնը կասեմ, որովհետև երեխաներն են ավելի շատ ստեղ գալիս ու որ տեսնում ենք իրենք ուրախանում են մեր ամեն աշխատանքից հետո ավելի ու ավելի շատ ենք ուզում բեմադրություններ դնենք, որ իրենց այդ երջանկությունը տեսնենք։ Որտեւ ես էլ փոքրուց շատ եմ սիրել թատրոնը ու որ գնացել եմ, միշտ ինձ թվացել է այդ իրական է, ինչ որ հեքիաթային աշխարհ ա եղել ու հիմա ոնց որ փոքրերին այդ նույն բանը տալը մեծ բարքերի մոր։ Հա, իսկ ցանկությունն եք սովորելու բանավանդ Ամերիկա, ասենք Հոլիվուդ, կինոակադեմիա, բան եւ այլն։ Անկեղծ ասած դեռ այդ ուղղությամբ չեմ մտածել։ Հիմա այստեղ սիրողական շարունակում եմ, տեսնեմ կհասնեմ այդ իմ ուզածին, կարողանամ ապացուցել, արդյոք ես։ Իսկ ուրիշ մասնագիտություն, ուրիշ։ Այո, բժշկական եմ սովորում։ Իսկ դերասանականներ փորձում եմ կողքից պահել, այն դպրոցից հետո, աշխատանքից հետո գալիս ենք ստեղ, ոնց որ ընտանեկան միջավայր է։ Այդ Ամերիկայում բժիշկ, լոյեր, տես բաներ, թե չէ դերասան, թատրոն, արվեստ, փող չկա։ Բայց այնտեղ էլ ամենահրաշքը կա, ամենամեծ հարստությունը կա, ընկերությունը մտնոլորտը, որ մյուս տեղերը չկա։ Այո, համաձայն։ Եվ ամենակարևորը, ինչպես դուք ասացիք, երեխաների այդ ծափերը, ուրախությունը դա աշխարհում չես կարող գնել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ընդունում եք երեխաներ, որպեսզի խաղան ձեզ մոտ Հայք թատերախմբում։ Վայ, ես ինչ ասում, բա ոնց, անպայման։ Այ միջալոց ես մոռացա ներկայանամ, պրոֆեսոր Գելունց։ Գելունց։ Այո։ Պրոֆեսոր Գելունց։ Այո։ Պրոֆեսոր Գելունց, քանի տարեկանից կարող են գալ Հայք թատերախումբ եւ խաղալ ներկայացումների մեջ։ Շատ հետաքրքիր հարց է միջալոց։ Ասեմ, 5 տարեկանից բարձր բոլոր երեխաները կարող են անխտիր կերպով գալ։ Իսկ ինչ ներկայացումներ խաղան, մանկական։ Մանկական, տեխնիկային, ուրախ, զվարճալի, երաժշտական եւ ամեն ինչ։ Օ, իսկ կարող են իրենք էլ խաղալ, տիկնիկներ խաղացնել։ Եվ ոնց ես ինչ ես ասում։ Բայց ինչ համար են գալու որ չեն կարողանալու։ Ի դժվար չի։ Դե ճիշտ եք ասում, դժվար է, բայց կարող են։ Այո, 100% կարող են։ Հա, իսկ ձեզ ոնց գտնենք, պրոֆեսոր։ Մեզ ոնց գտնեն։ Ուրեմն պետք է զանգարեն Հայք թատերախումբ, հարցնեն պրոֆեսոր Գելունցին կամ թատերախմբի յուրաքանչյուր աշխատող։ Շատ բարի պրոֆեսոր։ Խնդրեմ։ Այդ դուք սիրում եք թատրոնում խաղալ։ Այո։ Հա, տղամարդ, դու ինչ դերեր ես խաղացել։ Շունկատուն, թզուկ։ Բայց ոնգիր հիշում էիր տեքստերը, որ խաղում էր։ Հա։ Չէիր ամաչում, լարվում, բա։ Ով էր սովորեցրել։ Պապին։ Պապին ասել է, որ չլարվես, խաղաս, հա։ Չէիր ամաչում, բայց։ Չէ։ Դու ինչ դերեր ես խաղացել, Գրիգոր ջան։ Ես էլ եմ փիսո խաղացել։ Հա, ապերի տեղը։ Մենք իր հետ ենք խաղում։ Նույն խաղի մեջ։ Հա։ Իսկ հայերեն լավ խոսում եք, չէ՞, խաղում եք։ Այո։ Հա։ Իսկ հայերենա հեշտ թե անգլերեն։ Երկուսն։ Իսկ ուզենաք էլի երեխեք գան ձեզ հետ խաղան։ Հա։ Այո։ Դե ասեք, մեզ նայում են, ասեք, որ դժվար չի, երեխեք ջան, եկեք եւ խաղացեք։ Դժվար չի։ Եկեք ու մեր հետ խաղացեք։ Եվ քանի որ մեր հաղորդումը ի սկզբանե միտքը ուղղությունը դա է հայն ու հայը, այ մանավանդ Ամերիկայում դուք մեծ ճանապարհ եք անցել, որ միշտ ասում են, չէ, մտավորականները, արվեստագետները պիտի բարձրաձայնեն, խոսեն։ Ճիշտ է, դուք արվեստի լեզվով ամեն ինչ ասում եք, բայց այ ոնց ամբողջ աշխարհում եք, հանձինս Ամերիկայում հայը հայի հետ ոնց ապրի, ինչ այդ հարաբերությունը։ Ըստ ձեզ դուք ստեղծագործ մեծ ճանապարհ անցած դժվարություններ, ինչ ասես տեսել եք հայի վերաբերմունքը ձեզ, լավ, վատ, ոնց անենք։ Տես մենք եկել ենք Ամերիկա, ճանաչել ենք ձեզ նման մարդկանց, ձեր ընտանիքի ստեղծագործ, ուզեցել ենք ստեղծագործենք, մի լավ բան անենք։ Այ ինչ ոնց անենք, ասեք։
Ամենաառաջերտին կցանկանամ, որ հայ օտարամոլ չլինի։ Գնահատի իր ազգի մեջ կատարվող յուրաքանչյուր լավ գործ։ Իրար սիրեն, իրար հարգեն եւ ամենակարևորը, որ իրար օգնեն, չխանգարեն։ Շատ բարի, շատ շնորհակալություն։ Ձեզ ստեղծագործական շատ առաջընթաց ներկայացմանը կգանք Համեցեք։ շատ բարի, մերսի։ Մեր մեծ լեգենդին Մեհեր Մկրտչյանին ասենք խոնարհումս շնորհակալություն։